Քուրակը մեկ ամսվա քուրակ է, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն է, նա պատասպարվեց մոր լանջի տակ, մոր լանջի տակից ակաժները սրած քուրակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասերին ու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Կանգուն սև կոճիկը տապալելով քուրակը մտավ մոր փորի տակ, պառավ ձին ոտքը երդրեց և թուլացեց կաթի երակները, որպեսզի իր քուրակը ազատ ուտի և կուշտ ուտի։ Դա աստղազարդ քուրակ է, այսինքն ծածկված է եղյամի հատիկների նման աղսիկներով։ Ոտքերը բարակ ու երկար են, ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ է, ինքը կարծես եղյամոտ է, ետևի աջ ոտքը ջունոց, վիզը բարակ ու երկար է, գլուխը փոքր է, ճակատին կլորիկ սպիտակ աստղածաղկի նման, այդ հովտի առվից ջուր խմելու են գալիս եղնիկներ, լեր ու գառներ, նաև այծին, որ շատ քուրակներ էր ունեցել, բայց այս քուրակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն է, բաշը և պոչը սև են։ Մենք չգիտենք, թե ինչպիսին են քուրակի աչքերը, որովհետև նա խրտում էր և մենք չենք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուրակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր են, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է նրա ձիերի աչքերում։ Քուրակի աչքերում հիմա արտացոլվում են կաղնին, ծաղիկները, մասենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։